Իրականում մենք հավաքվելու առիթներ շատ ունենք, որովհետև մենք մի այնպիսի բան ենք կորցրել, որ դրա մասին խոսել եւ չհավաքվել անհնար է։ Մենք ամեն մի նյութական արժեք թողած մի կողմ հայրենիք ու սրբություն ենք կորցրել։ Հավաքվելու նպատակներից մեկը հենց դա էր, որ մենք պահանջատեր ենք, թե ինչու մեզ հենց այս օրին հասցրին, այս դռները գցեցին։ Բացի այդ նաև այսօր Արցախահայությունը, ովքեր տարհանվել եւ մի կերպ ինչ որտեղ ապաստան են գտել, բայց այսօր կանգնած են այն շեմին, որ հնարավոր է եւ ավելի դժվար օրեր լինեն, որովհետև մինչ այսօր փոխհատուցում էր բնակվարձ եւ դա շատ կարեւոր է դիտարկելով այսօրվա սահմանված աշխատավարձի չափը, այսօրվա աշխատանք չգտնելու կամ դժվար աշխատելու հանգամանքը շատ դժվար է։ Այսինքն կառավարությունից աջակցություն ընդհանրապես չեք նկատում։ Այսուհետ թե ընդհանրապես։ Ընդհանրապես ես չեմ կարծում, որ ինչ-որ բան արվել է հենց այնպես, ինչ էլ արվել է, պետք է անվեր, որովհետև իրոք այս մարդիկ կորցրել են ահագին մի ամբողջ կյանքի ստեղծած։ Իսկ այսուհետ բնականաբար շատ դժվար է հոգալ եւ բնակվարձը եւ ապրելու պայմանները ստեղծել եւ երեխա կրթել, մեծացնել եւ ամեն յուրաքանչյուր հարց։ Ժողովուրդ, ես 90 հասակում բոլոր միտինգների մասնակցել եմ։ Ես խնդրում եմ ձեզ միասին, մեկ մյուսին հարգելով եւ չմոռանանք մեր Ղարաբաղը։ Մենք մեր Ղարաբաղի հինությունը պիտի պաշտպանենք մինչև մեզ հողմուտնելը։ Երևի այն մարդուն, որ ուրեմն Ղարաբաղին կհարգի, Ղարաբաղը ով չի տեսե, չի տեսնելու, չի ուզում։ Նիկոլի պիտի հպես դերացնես, Նիկոլը տեղից չի շարժվելու, մինչև նրա թևին չբռնես անես։ Նիկոլի ապագա չունի, ես 97 հասակում մի ժողովուրդ է շարժվում, մարդը եթե չունի հարգանք, նա ոչ մի ժամանակ կյանք չի կարա տանի, մեր հայ ժողովուրդը հարգանքից ընկել է, խնդրում եմ ձեր բոլորի միացեք, արեք, որպեսզի որ պաշտպանենք մեր Ղարաբաղը։ Մաշին եմ թողել, երկու արկանի տներ եմ թողել, բարիկամներ եմ թողել, գերեզմանոր եմ թողել, գերստայելը $8,000 քարիմ գցե, ու մամա, թուրքի համար, մեկ քննադատ մեկ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար գուցե հերն է չի եղել, նույնպես ինք չի եղել։ Ռոբերտ Քոչարյանի հերը 38 թվին ես ինքս նա համար շոլք եմ տարի, կամբինատ դիրեկտոր եղել, 1000-ից ավել մալական մոտ բանի դրժաբել այրպլան էին արտադրում, 1000-ից ավել մալական կար հետ աշխատում, դե ես մարդին աղկատ են շինել, գող են շինել, իրան գող շին, աղկատ մարդիկ արդեն հարուստացել են, հարուստերն են չես սիրում, ցանկանում մեր հայ ազգին հաջողություն, ասոբնի մեր Ղարաբաղի ժողովուրդը միացեք, հարգես իրար և մեր Ղարաբաղը ապեզացնի վերցնենք, դեր կանենք, կենքինակ, հաջողնիկ։ Արցախից եք։ Ներկայացնեք այսօր ինչի համար եք հավաքվել, ներկայացնեք ինչի համար եք հավաքվել, որն է այսօր հավաքման գլխավոր առիթը։ Մեր կարգավիճակ ստանալու համար, տեսնանք մեզ ինչ կարգավիճակ են տալիս։ Մտչևորը չեք իմանում, ինչ կարգավիճակում եք մեկ։ Այսինքն կարծում եք, որ դեռ կարգավիճակ չունեք Հայաստանում։ Ինչ։ Այսինքն կարծում եք, որ կարգավիճակ չունեք Հայաստանում։ Ինչ անենք։ Մեկ էլ չգիտեք ինչ անենք։ Խնդիրների շատ եք բախվում։ Ինչ։ Խնդիրների շատ եք բախվում։ Դե կանել է, տեղ չկա ապրելու, չգիտեք
ինչ է, գործ չկանելու, ոչ տեղ ապրելու, ոչ գործ կանելու, Իսկ Արցախի որ հատվածից եք եղել։ ճարտարի, ճարտար համայնքից, Մարտունու ռայոն ճարտար։ Ավելի քան 1000 հատ հայկական ժամանակ օրաթերթ եմ ընթերցել, ոչ բարով։ 100 դրամով 100,000 դրամ էր անում։ Ուրեմն ամեն 10-ից 8 թերթում Նիկոլը իր զզվանքն է, մի ամբողջ կյանքը արտահայտ է Արցախի, Ղարաբաղի եւ Ղարաբաղցիների վրա։ Թերթում այդ հոդվածները ես նայել եմ։ Նիկոլից որևէ բան սпасել անիմաստ է։ Հասկանում եք, անիմաստ է։ Այս վերջում, որի եթե հիշում եք, ինքն ասում է Արցախի մեր քույրերն ու եղբայրները, ծիծաղս եկավ։ Հիշում եք որ այն օրներ կանչում էր Բանավեճի, Պետրոսի մոտ։ Իրան նման մի հատ եզել Պետրոսա ինչ զրտուզի բիլա։ Կանչում էր քո հետ ինչ բդի Բանավիճեն։ Քո հետ ինչ բդի Բանավիճեն։ Բանավիճեն թե ոնց $50 միլիոն դրել ես կասկադի վրա, տվելա Վազգենի աղբորը փեսուն էլի, հատկատով, Սամասաբոյ հատկատով, որպեսզի վերանորոգի կասկադը։ Երբ որ այդքանով Գյումրիում եւ Արարատում 15000 մարդ կաշխատեր թեթև արդյունաբերության ոլորտում կգներ կրեին կաշի կդորեղեն եւ կաշխատեր կոշկեղենը եւ բան սրանք եկել են ազգին քերթելու համար այս ազգը մինչեւ ախր դուք նայում եք քարտեզ դու Ռուսաստանի համարով ես Ռուսաստանում 36 հատ մարդ կա ամենափոքր մարդը Հայաստանից 5 անգամ մեծ է, թե բնակչությամբ, թե տարածքով, չէ, դու չկարողացար հարաբերություն ստեղծել, եկել ես չես եկել մեծամիտ, քո հետ պետք է հավասարի նստեն, օրինակ իմ հետ Խաչատուր Սուկյասյանը հավասարի կնստի, չի նստի, կամ Գրզոն, այդ բան չի լինում, հասկանում եք, սրանք դիվանագիտական տգետներ են, որոնք մեր երկիրը տանում են սրանք էր, որ բաժանեցին Արցախցի, Հայաստանցի, հիմա էլ Արարատցի, Գյումրեցի, Գյումրին Հայաստան է եւ վերջ։ Ես Արցախից չեմ, բայց Արցախը ինձ համար անմահական գոհար է, որովհետեւ ասել Արցախցի չեմ, չէ, ախր հայրենիքը մեկն է լինում, նույնն է։ Ես շիրակցի եմ, ես արցախցի եմ, ես լոռեցի եմ, կապանցի եմ, ամեն տեղից եմ։ Այնպես որ կապ չունի ով որտեղ է ծնվել, ով իրեն հայ է համարում, նա չի կարող իրեն արցախցի չհամարել։ Ես երեք հարցազրույց էի տալիս հայերիով եւ կոչ արեցի մեր ժողովրդին, որ այսօր անպայման իր տեղը ունենա այս հրապարակում, որովհետեւ մարդու ապրելու առաջին պայմանը համարում եմ նրա պատիվը, նրա նամուսը երեսին ապրելը։ Ես չեմ ընդունում գետնաքարշ ապրելը ապրել, այդպես չի լինում։ Անհայրենիք մենք չենք կարող գոյություն ունենալ, մեր գոյությունը պաշտպանել։ Երեք չէ առաջին օրն էր, չէ որ Մելի մեզլիսի վերածված մեր ազգային ժողովում այդ հերթական խեղկատակությունն ունեցավ, այդ ինչպես ժողովուրդն ասում, ներողություն եմ խնդրում, պասպորտով գիժը։ Նա իր դերն է կատարում, նա իր խոստումն է կատարում, մեղնանքն գժականը խոդի կտամ, բայց նա այդքան էլ առողջ չի, նա ոչ միայն իր դերն է կատարում, այլ նրա դերը կառուցված է իր հոգեկան շեղումների վրա։ Նա չի կարող 100%-ով առողջ մարդ համարվել։ Նա ունի մի շարք խախտումներ, որոնք ձեռք են տալիս իր կատարած դերի համար։ Ինքը անդադ պատառոտում է իրեն, նախագահները չեն գալիս ինձ հետ, ինչի հարցազրույցի, թե բանավեճի, այլ լաց
սիրակ, այ անգրագետ, այ կիսագրագետ, այ թուրքի լամուկ, այ թուրքի գործակալ։ Նախագահները իջնեն իրենց բարձունքից, որ քեզ նմանի հետ նստեն բանավեճի։ Ես ուրիշ անգամներ եթերում ասել եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ բանավեճի, ձեր ուզած լրատվամիջոցով եկեք, բայց ինչու չի պատասխանում, թե ես թոշակառու եմ հիմա, ինքը վարչապետ, ինքը վարչապետ չի, ինքը թշնամին է հայոց։ Ես պատմության մոտիկ կանգնած մարդ եմ, մեր ամբողջ պատմության ընթացքում այս աստիճանի թշնամի, այս աստիճանի դավաճան չենք հանդիպել։ Դավաճանը Մերուժան Արծրունին էր, Պետրոս Գետադարսն էր, դավաճանը Մելիք Ֆրանգյուլն էր, բայց սա մեր թշնամին է, սա դավաճան չի։ Եթե նրա արյան մեջ մի կաթիլ հայի արյուն ճարվի, ես պատրաստ եմ հրաժարվելու իմ անունից, ազգանունից, կենսագրությունից, ամեն ինչից, որովհետև սա մեր թշնամին է, սա ուղարկված դրածո է։ Մենակ թե 6 տարի ավել ես ասում եմ այս ժողովրդին, ժողովուրդ բոլորդ պետք է հրապարակներում ձեր տեղն ունենաք, քանի թեկուզ մի հոգի իր բազմոցից վեր չի կենա, մենք հաղթանակի ակնկալիք չենք կարող ունենալ պարզապես։ Այսօր մեր խնդիրի առաջին եմ, որ մեր տեղահանված արցախցիներն եկել են հասել, ստե տալիս էին 40+10 հիմա ասում են կտրում ենք։ Օրինակ եկա ընտանիքների համար, մեծ ընտանիքների համար շատ խնդիրներ անեն, արդեն ստե իրանց համար դժվար անան ամեն ինչի անելու համար։ Նախ առաջինս բարևանքներից հղեմ հայ ազգեն ու անձամբ Հայաստանին, որ մեզ ընդունալ են ստեղ որպես աղբեր ու քուր։ Ես Արցախի անունից իմ շնորհակալությունս հայտնում մեր բոլոր հայ ազգին, որ մեզ ընդունալ են, հարգալ են։ Ու կխնդրեմ մեկ րոպե միշտ հիշենք մեր զոհվածների հիշատակը ու րոպե լռությամբ հարգենք իրանց հիշատակին։ Շնորհակալություն։ Բերեք միշտ հիշենք, որ իրանք այդտեղ արել են, եկել հասել, բերել են երրաբուլուր, հիմա սաղ անտեսում է։ Արցախը մի ուրիշ կարգի եմ ոտնահարում, չի կարելի, որ Սամվել Բաբայանը ասել է ուշ աղելնելու, խելքի եկեք, նա սխալ բան չի ասել։